Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ես Մեղրիում էի, Ագարակի անցակետի մոտ Իրան-Հայաստան սահմանին։ Սահմանը հատած իրանցիներից շատերը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի քաղաքացիներ էին։ Սակայն լրագրողների հետ շատ ավելի զգուշավոր էին խոսում այն իրանցիները, որոնք նպատակ ունեին վերադառնալ հայրենիք։ Մեր լսած պատմություններից տպավորություն էր ստեղծվում, թե մարդիկ նույն երկրի մասին չեն խոսում։ Օրինակ, ընտանիքի հետ Նորվեգիայում բնակություն հաստատած մի տղամարդ պատմում էր, որ ենթադրյալ ավերված տարածքներով անցնելիս ինքը ավերածություններ չի նկատել։ Մեկ ուրիշը ասում էր, որ ամբողջ երկրի տարածքում կասեցվել է ինտերնետ հասանելիությունը եւ մարդիկ տեղեկություն ընդհանրապես չունեն։ Զգուշավոր էին նաեւ բեռնատարները։ Օրինակ, Ատրպատական նահանգից ժամանած մի բեռնատար հրաժարվեց պատասխանել գերմանացի լրագրողի հարցերին, նշելով, որ Գերմանիան Իսրայելի բարեկամն է։ Փոքր էր հոսքը Հայաստանից Իրան, այնուամենայնիվ ոմանք պնդում էին, որ չնայած վտանգին պետք է վերադառնան իրենց հայրենիք, որը սահմանի այն կողմում է։ Բարդ էր իրավիճակը նաև հայ վարորդների համար։ Առաջին օրերին մեզ հետ շփված իրանցիները նշում էին, որ մեկ հոգու համար վարորդները պահանջում էին $300 Ագարակի անցակետից մինչև Երևան հասնելու համար։ Ավելի ուշ այս ինֆորմացիայի հրապարակումից հետո հունիսի 17-ին տեղում իրավիճակը փոխվեց։ Վարորդների թիվը բազմապատկվել էր, իսկ գները ընկել էին։ Հայաստան ժամանած խմբի մեջ շատ էին նաև իրաքցիները։ Այնուամենայնիվ Կապանում եւ Մեղրիում կուտակումներ չնկատվեցին, որովհետեւ մեծ մասը Ագարակի անցակետից շարժվում էր ուղիղ Երևան։ Հետևեք Civilnet-ին թարմացումների համար։